Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Այսպես պիտի շարունակենք ներկայացնել մեզ շրջապատող երևույթները, ինչ ունենք։ Երեք մի կին են ձերբակալել ուժեղ Հայաստանից, հետո տնային կալանք տվել, աշխարհը խառնվել է իրար։ Ինչու՞։ Քանզի այդ կինը 2 ամսական երեխա ունի եւ գիտեք ինչ, կուրծք է տալու։ Կներեք կոպիտ բառի համար։ Բայց այդ երեխա մայրը երբ շահագրգռում է ինչ որ մեկին, որ կօգնեն, կաջակցեն, եւ դա կապված է ընտրությունների հետ, կարծես թե մի կողմը դա չի ուզում ասել, ում կողմից ուժեղ Հայաստանի կողմնակիցների եւ այսպես կոչված ընդդիմությունը, մյուս կողմն էլ դե իշխանություն է զուգահեռված օրենքով, այսինքն օրենքն ասում է այս կինը կաշառք է բաժանում, իշխանականներն էլ թութքից տարապողի պես հետույքները պատառոտում են, բա ոնց, բա այսպես, ընդհանրապես ուրախանում են այս դաժան երևույթով, իսկ երևույթը դաժան է, մայրը ով զավակ ունի, իր զավակի համար այնպիսի ապագա է նախատեսում, որ անպայման չարիք դառնա, չարիք մեծացնի։ Այնպիսի պետություն է ուզում ստեղծել, որտեղ կաշառքով կարող են ընտրվել։ Եվ դրա անունը մայր է։ Հիմա չգիտեմ ինչ Ղումաշյան է այդ կնոջ անունը չեմ էլ հիշում։ Էական չի։ Հիշում եմ այն ելույթը ուժեղ Հայաստանի համագումարում, թե ինչպես հոգեցունց, հոգեցավ, իմ զավակը պիտի ծնվի ուժեղ Հայաստանում, բան հետո ասում են ստրեսից շուտ է ծննդաբերել, հիմա էլ ամուսին երեխին գրկած, բան է գալիս, ասում է տեսեք, անկատ մնաց։ Այն խորենացու ասացի պես եւ առհասարակ ցավն ու ամոթը բոլորից վերացած։ Սա ամոթի վերանալու մասին է խոսքը։ Այն ամոթի, որ մարդը չունի, չի ուզում տեսնի, որ ամոթ է, որ երեխա ունեցող մայրը պիտի մտածի իր շրջապատի մասին ու երկրի ապագայի մասին եւ ոչ այնպես որ խրախուսի կեղծիքն ու գողությունը։ Կեղծիքով ու գողությամբ մեծացած մարդիկ շատ կան։ Հավասիկ Սամվել Կարապետյան։ Այս մարդը իր ամբողջ գիտակից կյանքում վայրի բիզնեսով է զբաղվել, էնել Ռուսաստանում։ Մենք բոլորս գիտենք Ռուսաստանում ինչ ասել է բիզնեսմեն լինել։ Եվ ընդհանրապես հետ խորհրդային տարածքներում ինչ ասել է բիզնեսմեն լինել։ Դեռ այն ժամանակ Ամերիկայի հայտի Հարիսոն Ֆորդին ասում որ հարցնում են քու փողերի ծագումնաբանության մասին, ասում է առաջին միլիոնի մասին, բան չասեմ, մնացածի մասին եկեք պատմեմ։ Քանզի առաջին միլիոնը այդքան էլ ազնիվ չի ստեղծվել։ Իսկ հետ խորհրդային պետություններում հատկապես որևէ միլիոն ազնիվ չստեղծվեց։ Ստեղծվեց ժողովրդի տառապանքի քափ ու քրտինքի վրա։ Հիմա այս մարդը որոշել է, որ այլևս պիտի Հայաստանում փրկիչ խաղա։ Եվ իր գործիքակազմն ունի։ Մեկը այդ երեխուն կած տվող կինն է։ Եվ այդպիսի բազմաթիվ մարդիկ, որ նայում ես սրանց խոսքերին, լացդ գալիս է, սրանց մտքերին, տեսքին, պատկերին, մոտեցումներին, իրենց համար բացարձակ էական չի Հայաստանը ուր եւ ինչպես կհայտնվի։ Իրենց համար էական է, որ իրենք լինեն այդ Հայաստանի վարիշները։ Շատ դառը իրականություն ունենք։ Իդեպ Սամվել Կարապետյանին ցույց են տալիս, թե քանի կամերա էր դրված, քանի օպերատոր են աշխատում, քանի լուսանկարիչներ կան, բան մի նկարում, մի լուսավորող չունեին։ Այս ընչանցքի տակը ստվերոտ։ Հասկանում եք։ Բացարձակ անորակ, միայն շոու, միայն ցանցառություն, միայն տխմարություն։ Այո, անորակ պատկեր։ Բայց այս անորակները հավակնում են դառնալ մեր երկրի առաջնորդները։ Դրանցից մյուսը Ծառուկյան Գագիկի մասին, իհարկե իշխանություններն ասում են եռագլուխ հրեշ է, ես մեկ դրանց եռագույնել եմ ասում, խոսքը հայոց դրոշի մասին չի, այս եռագլուխ հրեշներից մեկը Ծառուկյան Գագիկն է ըստ իշխանության։ Բայց դա այդպես չի։ Ես դե շատ բարձ հաշվարկ եմ ասում։ Ծառուկյան Գագիկը ով ուզում է լիներ, երբեք չէր կարող Հայաստանում պետական սարին Քրիստոսի արցան տնկել։ Երբ որ ասում եմ տնկել, որոշ այսպես ասած քրիստոսամոլներին թվում է, թե ոյ դու ինչպես ես Քրիստոսի անուն այդպես տալիս։ Չէ։
Ես խորը հավատ ունեմ, ամեն մարդու հավատը իր խիղճն է, ամեն մարդու Աստված իր խիղճն է, որ չի նենգում, չի ստում։ Քրիստոսի արձանը թույլատրվեց, որ Գագիկ Ծառուկյանը վեր խոյացնի Հատիս լեռան գագաթին։ Վասն բիզնեսի։ Դա թույլ տվեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Եվ ինչքան էլ ուզում են այդ երագլուխ հրեշտերի մեջ Գագիկ Ծառուկյանին խցկեն, Գագիկ Ծառուկյանը իրենց հրեշն է։ Եվ այդ հրեշը շատ ավելի վատ ճակատագիր կունենար, եթե ելի եմ ասում լեզու չգտներ այսօրվա իշխանությունների հետ։ Հակառակ դեպքում ամենամեծ անբարոյականությունը Հայաստանում Քրիստոսի արձանը վեր խոյացնելն ու Քրիստոսի անունով բիզնես անելն է։ Այնպես որ Գագիկ Ծառուկյանը նույն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մեկն է։ Մյուս հանցախումբը Քոչարյան Ռոբերտի եւ Դաշնակ Պարագլուխների հանցախումբն է, որ այսպես անամոթաբար այն փողոցում կներեք Պորնիկը դասական բառ է։ Պորնիկին բռնացնում են շնանալուց, պորնկանալուց, ասում են, ես ինչ ես անում, ասում է, ես չեմ։ Աղջի ասում են, դու չես տեղ ճճում, տնքում, հաճույքից բան, ասում են, չէ, ես չեմ, բայց ասում են, տեսել ենք, ասում են, լավ չես տեսել, այդ ես չեմ։ Այ Քոչարյան Ռոբերտն ու Դաշնակ Պարագլուխները այդ նույն հավաքածուն են, ովքեր նայում են երեսիդ, պարտկերես ժողովրդական լեզվով ասած ու ասում են, չէ, այս մենք չէինք։ Այս մենք չէինք, որ պետությունն ու պետականությունը հասցրեցինք այս վիճակին, այս դուք էիք։ Եվ այս կլոունադան շարունակվում է։ Նույն կարգի կլոունադա չարության, ստախոսության և շահախնդրության շարունակվում է իշխանությունների կողմից։ Նիկոլ Փաշինյանը լինելով գեղի շուստրի շատ լավ հասկացել է, թե ինչպես պիտի առաջ տանի իր գործերը։ Այնինչ շարեցին Քոչարյանները բան իրենց ժամանակ, սա սկսեց անել, շատ բարձ հաշվարկ։ Ժողովուրդը բժշկի դիմելու խնդիր ունի, ժողովուրդը, այո, ամբողջ կյանքը մարդը աշխատում է, տառապում, հարկեր վճարում եւ այլն, գալիս է օր ծերության մի բուժման խնդիր չի կարողանում լուծել։ Իսկ ինչու չլուծել։ Միևնույն է, այդ գումարները էլի ժողովուրդն է տալիս։ Էլի մեզանից մեր հարկերից են գնում։ Ընդհանրապես պետք է ճիշտ ուղղորդել։ Նիկոլ Փաշինյանը ուղղորդեց։ Եվ այո, 600-650 հազար թոշակառու այսօր գոնե խնդիր չունեն։ Գոնե կգնան, չգիտեմ, իրենց աչքը կբուժեն, իրենց թևը կբուժեն, պետպատվեր կունենան եւ այսպես շարունակ։ Ամենածայրահեղ հիվանդությունների դեպքում անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է սիրտդ ինչ-որ բան է եղել, գնում ես բժշկի պետպատվերով, որովհետև դա ծրի է, մարդիկ չեն մեռնում։ Այնինչ Քոչարյանի, Ծառուկյանի, Սերժիկի եւ Սամվել Կարապետյանների ձեռամբ երբեք չեն ունեցել։ Նիկոլ Փաշինյանը իր հաշվարկով գնում է առաջ։ Հաջորդ քայլը էլ ինչ անի Նիկոլ Փաշինյանը։ Շատ մի ուրիշ հերթական խորամանկ քայլ գյուղացիքին պարտքով փող է տալիս, տոկոսով չի տալիս, ասում է մինչև 4 միլիոն կարող եք վերցնել, անտոկոս վարկ, դե խեղճ գյուղացի, ասում է Թումանյանն ասում էր մեր ապրուստն ինչ է, մի կտոր չոր հաց, են էլ հրեն հա երկնքից կախված, քանզի մի օր ցրտահարություն արեց, գյուղացու ծիրանը հեկտարով այգին փչացավ, բերքը պակասեց եւ ինքը ի վիճակի չի լինելու այդ տարի մարդավարի ապրել։ Եթե բանկից էլ մեծ տոկոսներով վարկ է վերցրել, վայ յուղացուն։ Ու այսպես սկսվում է մեր բոլորի դժբախտությունները։ Նիկոլ Փաշինյանը այդ խնդիրն էլ դրեց ինչ-որ աստիճանի վրա եւ ապահովելով իր վերընտրվելու հնարավորությունները։ Հիմա դա կասենք կառավարության գործունեություն է, կասենք ընտրակաշառք է, ոնց ուզում եք ձևակերպեք, բայց կառավարությունները պարտավոր էին նմանատիպ բաներ անել, թե նախկինները, թե հիմիկվա ներկան։ Այլ խնդիր է, որ վերջին 1 տարում դրանք արագացված առաջ ընթացան, որպեսզի ընտրություններում խնդիրները պակաս լինեն։ Էդ էլ հնարավորությունների արվեստ է եւ սկզբունքորեն ժողովրդական ասացվածն ասում է շնից մաս պոկելը քյար է, վատ բան է, բայց այս ժողովուրդը տեսնում է, որ գոնե այս մի տեղից մի փոքրիկ հնար կա ու հեն անիծած։
պիտի գնա եւ պիտի մահիմացյալով ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Սա փաստ է։ Ինձ ուղիղ հաշվով հետաքրքրում է ավելի հետո ինչ ենք անելու։ Քանզի երբ տեսնում ես իշխանությունների պահվածքը, մոտեցումը, գործիքակազմը, ակամայից սարսռում ես։ Գործիքակազմ համար 1. Ունենալ այսպես կոչված լրագրողների մի ինչ-որ խումբ, բլոգերներ, ում հովանավորում է իշխանությունը կամ ավելի ճիշտ այն ինչ էր Մովսեսի հետ համեմատող մի Արայիկ Հարությունյան կար մի փայտի կտոր ձեռքն եկել էր, ասում էր սա Մովսեսի փայտն է, սրա ձեռքին են նայում այն լրագրողները, ովքեր պիտի, այսպես ասած, հայհոյեն։ Հիշում եք մի հետևատու կար, դոգեր, ինչ էր, մականունը մի այլասերված համասեռամոլ։ Այդ համասեռամոլին էինք բան ասում, հիմա ինչ-որ մի մեկը անունն էլ քաղաքագետ գնացել է Մոսկվա կամ այնտեղ խոսում է Ծայրիկ Քոչարյանը, ձեզ թվում է մենք չենք կարող Ծայրիկ Քոչարյան ասել, գուցե ավելին կարող ենք, բայց եթերային բառապաշարը այդպեսին չպիտի լինի, բայց իշխանական գործիքակազմը իրեն թույլ է տալիս այդ մարդկանց առողջ քննադատելու փոխարեն, ել չեմ ասում ձերբակայելու փոխարեն, դարձնել գործոն Քոչարյաններին, մի հատ էլ մի երկու լագոտ ասենարա Ծայրիկ, եւ սա համարում են իրենց համար ճիշտ քարոզընթաց։ Իրականում սա անբարոյականություն ու անպարկեշտություն է։ Բա հետո այս ընտրությունները որ ավարտվեն, այդ ծայրիկագույնները իրենց ինչպես պիտի պահեն, այդ որ օրվանից աղբը դարձավ լրագրող։ Ինձ մտահոգում է, երբ ես ասում եմ լավ, ապագան ինչպեսի պիտի լինի։ Թույլ եք տալիս Ծառուկյան Գագիկին Քրիստոսի արձակ վեր խոյացնի, Հայկ Նահապետի արձանը, ձեր պապի արձանը միտեղ վեր գցած է ոտատակ։ Միտեղ վեր գցած է, աշխարհը չգիտի ձեզ ով է, ինձ ես արժեքներին ուրանալն է մտահոգում, վաղը այս իշխանությունն ինչ է անելու, հետո ինչ է անելու։ Նիկոլ Փաշինյանը օրնիբուն թութքից տառապողի պես իրեն ճաղատում է, իր, այսպես ասած, համհարզներն էլ հետը։ Գիտեք ինչ դպրոցներ եմ սարքել, այս ինչ, երեք էլ գնացել էլի մի մանկապարտեզ ու դպրոց էր բացում։ Նիկոլ Փաշինյանին բազմից ասել եմ, միայն անասունը կարող է թույլ տալ, որ Երևանի կենտրոնում պետության պատին պետական լեզուն ուղղագրական կանոնների խախտմամբ գրվի։ Այդ դպրոցն ինչու համար եք սարքում։ Ես դրանից եմ վախենում։ Այսօր դպրոց կառուցողը դպրոցի լեզուն պղծած իրեն օպելի վարորդի տեղ է դնում, ինչպես ասած Արմենը Ավինյան, Տիգրան Ավինյանի հայրիկը, իրեն օպելի դուք ձեզ օպելի շոֆերի տեղ եք դրել, համբալի տեղ եք դրել, ինչպես ասում են։ Դուք չեք տեսնում, եւ եթե այսօր չեք տեսնում, ձեր սկզբունքներից ելնելով, որ դուք խիպտի տեսնեք, քանի որ ինչ որ մեկն է ասում, բա վաղը այս պետության հետ ընտրվելուց հետո ինչ է կանելու։ Այսա ինձ մտահոգում է, երբ Նիկոլ Փաշինյանը մի տգետ արտահայտություն է մեջտեղ բերում, անունը դնում, որ կրթությունը նորաձև է, եւ մեկը չկա շրջապատից ասի, ինչ է նշանակում կրթությունը նորաձև է, ինչ ապուշություն, ինչ էշչություն, բայց շարունակեց այնքան, դեռ մի տարի էլ սեփական իր կնոջ հետ գնաց ու կրթությունը նորաձև է քարոզեց, հիմա չգիտեմ կինը չկա, բայց հետևանքը մնացել է։ Այսինքն, ինչ որ խմբակներ, ինչ որ մարդիկ
կրթությունը նորաձև է շարժման շրջանակում, մրցանակներ են տալիս։ Այս էշությանը, եթե հայրը ապուշ է, երեխեք շարունակում են ապուշությունը։ Այ երբ որ Նիկոլ Փաշինյանը նման մոտեցում է դրսևորում, մնացածն էլ պիտի շարունակեն։ Եվ շարունակվում է, այնց վախեցնում է, այս որ այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, բա վաղը ինչ ենք անելու կրթությունը նորաձև է շարքից։ Ինձ հուզում է, երբ Հայաստանի քարտեզի մակետը տգեղ, կովի տեսքով, էդ ինչ մակետ է, էդ ինչ անճորնիություն է, էդ ինչ գրեհկություն, էդ ինչ հակաէսթետիկ տեսքով քարտեզ է։ Բա մեկը չկար Նիկոլ Փաշինյանի կողքն ասել, չի կարող սա այսքան մեծ լինի, հասկացանք դու գեղի երեխա ես, գոնդոլ բաները դուրդ գալիս են, բալիկ ջան, բայց դա այդպես չի լինում, դա կրծքանշան է, դա գեղեցիկ ու ավելի գողտրիկ տեսք ու պատկեր պիտի ունենա։ Եվ անամոթաբար, այս ձեզ տամ, այն ձեզ տամ, այս սրանից մի հատ տամ, այս սրանից մի հատ դոշիտ կպցնեմ, ինձ այս գեղցիությունը, այս տգիտությունը հուզում է, ես ուզում եմ հասկանանք, այս տգիտությունը կուլ տվողը վաղը ինչ է անելու։ Այստեղ է խնդիրների խնդիրը։ Ինձ հուզում է, որ այն որ ասում է տղամարդը, ղոջա տղամարդը, ղզիկի պես առավոտից իրիկու այսպես սրտիկ անելով։ Մի հատ էլ մեքենա են վարձել գլխի մի տգեղ սրտիկ դրել, դա սրտի տեսք է, ոնց որ կովի համարժեք օրգան լինի, այդպիսի սիրտ է լինում։ Չեք կարող ավելի ճաշակով ու գեղեցիկ ու նուրբ անել այդ ամեն ինչը, որտեղ եք այդտեղ սիրտ տեսնում։ Այդ անդուլ ծակը տանգելով մեքենաների գլխին, չգիտեմ, պեչենի սարքելով, ուր եք գնում, ինձ սա հուզում է, ու գիտեք ինչու է հուզում, շատ պարզ պատճառով, այն, որ Նիկոլ Փաշինյանը օրինի բուն խաղաղություն է հորջորջում, այդ խաղաղությունը չի գալու ասելով, այդ խաղաղությունը 2 ասֆալտ կամ 12 դպրոց կառուցելով եւ տգիտությունը փողոցում գրելով չի գալու։ Եվ մեր ողերիմ հարևանները մշտապես պատրաստ են, այն որ ասում է աչ ու ձախ նոր տարածքներ գալ ու վերցնել։ Ինձ հուզում է, երբ դու արմատդ կորցնում ես, երբ Նիկոլ Փաշինյանը հիշում եք, սովետի ժամանակ մածունի շշեր կային կապույտ փակիչով։ Այդ մածունի շշի գլխարկը դրած, չգիտեմ, սիրտը վրեն, այդ կապույտ գլխարկով, այդ անճորնի պահվածքով գնում ընկնում է, իբր ես հասարակ մարդ եմ, այդ հակա հիգենիկ ու էսթետիկ տեսքով։ Վաղը ոնց ենք մեր երկիրը պահելու, որ հոգով ու որ շնչով, որ մոտեցմամբ, կիրթ մոդայիկ կրթությամբ, տգետ ուղագրական սխալներով հայերենով, օպելի շոֆեր քաղաքապետերով, ինձ հետաքրքրում է, ինձ հուզում է, ես անհանգիստ եմ այս վիճակից։ Կարող եք անհանգիստ չլինել, որ Նիկոլ Փաշինյանը կընտրվի, բայց հետո ինչ ենք անելու, ես անհանգիստ եմ։ Այս րոպեական հարցեր լուծելով վաղը մենք ինչ ենք անելու, ինչ ենք ունենալու։ Այստեղ է խնդիրների խնդիրը, եւ ոչ այս պահին, ով ինչ շամորդություն կանի, ով ինչ լակոտ լուկուտի ժուրնալիստ կդարձնի, ով ինչքան փող կտա, ով կգնա սրան նրան ծայրիկ կասի, կթփրտա, իբր ինքը լավ տղա է, ապեջան, իշխանությունն էլ կուրախանա, որտեւ իր կողմից է ասում, որ այ Քոչարյանը ծայրիկ է, բայց հաշվի առեք ասողը ծայրիկ է, թե չէ։ Ինձ հուզում է խավարի դեմ խավարով կռվելու Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Եթե 10 մաքուր եկեղեցական գար ու կանգներ, ասեր այսպես չի, 10-ի մենք կզգայինք, բայց 10 լևի գնացող, 20 լևի գնացողի դեմ խավարին խավարով փոխելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը արդյոք լույս է բերելու, բայց ես չի մտահոգում։ Վերջի վերջո մի օր կռիվ կինոն պրծնելու է, գալու է իրականությունը։ Այդ իրական
պայքարին, իրական կռվին, իրական հայրենիքին, իրական երկրին պաշտպան պետք է, թե պետք չէ։ Թե այն կատակով ասում էինք աֆիցերի կնգապես խունջիկ անելով պետք է ման գանք, որ մարդներս աֆիցեր է։ Հետո պարզվի, որ աֆիցեր էլ չէր, այն ինչ ունեցանք, տեսանք, թե ինչ ունենք։ Երբ երկրի իշխանությունը իրեն պահում է այսպես, տգետ, ես ասում եմ, ուտելը լափելուց պիտի տարբերեք։ Մի ուրիշը ասում է, ինչ ես ուզում, ինձ գրում են, այ անասուն, այ կեղտոտ, այ սրիկա, մարդ է այդպես է ուտում, մեր նման մեկն է։ Եթե դուք խոսեք, խոսի պես լափում եք եթերում, այդ ձեր խնդիրն է, Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք չունի լափելու պես ուտել։ Իրավունք չունի։ Նա սեփական օրինակով պիտի դասյարակի։ Նա վարչապետ է։ Նա որոշ լապ սիրողների նման լափող չպիտի լինի։ Հենց ասում եմ, բոլորը այսպես ասած թռնում են իմ դեմքին։ Վայ, դու, ինչ եղավ քեզ, առաջ դու լավն էիր։ Իդեպ ասեմ, Նիկոլ Փաշինյանի ծնողները իր համար այնքան լավություն չեն արել, ինչքան ես եմ օգնել իրեն։ Որ ուրիշ ոչինչ չլիներ, միայն 44 օրյա պատերազմից հետո միակ հաղորդումն էր, որտեղ ես հյուր հրավիրեցի Բաբայան Սամվելին եւ պատմեց իրականությունը եւ այն աղբը Քոչարյանների ու Սերժերի տեսքով, ովքեր ուզում էին Երևանի փողոցները լցնել արյունով, այդ աղբի քայլարշավը կանխվեց։ Տարիներ շարունակ ես փորձել եմ պիտանի լինել։ Ես այսօր էլ եմ փորձում պիտանի լինել, բայց Նիկոլ Փաշինյանը պիտի աղբից բրծնի, թե չէ նախ իր սեփական։ Ինչքան կարելի է կապիկություն արել, դպրոց սարքել, դպրոցի լեզուն պղծել։ Դուք դպրոցն ինչու եք սարքում։ Ով է ձեզ թույլ տվել։ Այդ դպրոցի լեզուն պղծեք մի համբալի ձեռամբ կամ տասնյակ համբալների կամ օպելի շոֆերների ինչպես համբալահայրներ ասում։ Ով է ձեզ իրավունք տվել։ Ով եք դուք ընդհանրապես խոսել մեծ բաներից եւ սեփական շահերը հետապնդել։ Խոսել բարոյական արժեքներից երկու լակոտի սարքել, լրագրող, գործուղել Մոսկվաներ, եթերներում, չգիտեմ, փողեր տալ, որ սրան նրան հայհոյանք շպրտեն ու դուք համարեք, որ լավն եք։ Էս է ինձ մտահոգողը, վաղվա օրը։ Երբ մարդու արմատը, երբ մարդուն ուզում են մի բան անեն, նախ խելքն են տանում, նախ արմատն են կտրում։ Այն արմատը, որ շատ կարևոր է մեզ համար, այն հայքի արմատը, որի մասին մոռացել են, որ ոչ ոքին կարծես չի հետաքրքրում։ Այսպես, ու միևնույնն է, 1000 Ծառուկյաններ, Կարապետյաններ, Քոչարյաններ, դաշտակ պարագլուխներ, Նիկոլ Փաշինյաններ, իրենց կապույտ փափախներով գալու են ու անցնեն։ Ցավս այն է, որ այս ամենի համար մենք հերթական անգամ մեծ գին, անդառնալի գին չվճարենք։ Եվ ինչքան կարելի է։ Իսկ թե կուզեք մեր ելքը մեկն է։ Մեր օրորոցի մանուկից սկսած ոչ թե մայրը պիտի խարդախություն անի, այլ այդ մանուկին պիտի սարքի երկրի մահապարտ։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի իմանա, որ սրանից թանկ աշխարհում ոչինչ չունի, եւ մենք պիտի այսպես դաստիարակենք մեր սերունդը, որ այդ ամբողջի մեջ կարողանանք ապրենք։ Չեք դաստիարակում։ Լավ եք ուզում ապրել, ապրելու եք ուրիշ տեղ, ոռնալու եք Հայաստանի համար կորցրած։ Այստեղ հիմա լափելու եք ինքնախապեյությամբ շարունակեք ապրել, հետո գնաք ուրիշ տեղ, աղվոր սիրեք հայրենիքը, լաց լինեք, ոռնաք ու շարունակեք այդպես ապրել։ Պիտի մենք ընտրենք, մենք ուզում ենք ապրել, արժանապատվություն ունենալ, թե ուզում ենք, այսպես ասած, հաճուկախեղտ եղած
պարզապես գոյատևել։ Մեզ էլ դնել մարդու տեղ, խեղճի տեղ, եթիմի տեղ, ինչպես 100 տարի ասում ենք մեզ մորթեցին։ Աչքներս էլ հանեցին, չմորթվեինք։ Հիմա կա հնարավորություն պատրաստվել չմորթվելուն։ Պատրաստվում ենք։ Այստեղ է խնդիրների խնդիրը։ Այս ամենն էլ կանցնի, ինչպես Թումանյանն էր ասում, թասդ բեր։ Կհանդիպենք, առողջ կացեք։